հատ ջրվեժի չարաբաստիկ ճանապարհը նայեք ժողովուրդ ջան։ Էս էլ է ուշի պես դժբախտ ու դժգույն, ըստ փողոց ես չգիտեմ քանի անգամ են սարքում են ու ոչ մի բան չի ստացվում։ Ջրվեժից դեպի Ձորախբյուր բարձրացող հատվածն է, ճիշտ է այս վիճակն է։ Սեդան մեքենաները բարի բուն իմաստով 3 անգամ վրա անցնեն ավտոյի ընթացքային գործերը կավեն են։ Ու այս ամեն ինչի ամենաչքնախ պահը գիտեք որն է։ Որ այս աչի վրա, այդ ճանապարհը ստացեք էլի ոչ այն կողմը կա, ոչ այս կողմը։ Աչի վրա ապրում է մեր ֆանտաստիկ ազգային ժողովի նախագահն, ով գնալով իր դաչան կամ առանձնատունը կամ արդեն իսկ դղյակ ենք նույնիսկ կարող կոչել մեծանում ու մեծանում է։ Մարդը անընդհատ ռեմոնտ է անում, պատերն է բարձրացնում, ռեշոտկաներ է դնում, աբլիցովկա է փոխում, ամեն ինչ կա, նայեք նույնիսկ ասենց անվտանգային կետ է բերել դրել։ Հիմա հարցը մեկն է ոնց անենք, որ այս իր տունը սարքողները որտես լավ որակով ու արագ են սարքում, այդ նույն որակով վերջապես սկսեն մեր քաղաքի փողոցները, նույնիսկ սա եթե քաղաք չի մտնում արդեն ջրվեժը հիմա եթե քաղաքն, մյուս մա եթե կոտայք, բայց ամեն դեպքում այս է ճանապարհը։ Զգացեք իրան շարունակություն զգացեք ժողովուրդ ջան։ Ճանապարհը մի ասեք։ Ազգային ժողովում արդեն քանի падգամավոր, արդեն նույնիսկ падգամավորներ կան, որ падգամավոր չեն, արդեն նախարարներ կան, որ նախարար չեն։ Այս նույն ջրվեժի ճանապարհի մասին խոսել են 1000 անգամ։ Ամեն անգամ սարքում, թքում կպցնում են, փողերը գրպանում են, անորակ ճանապարհ են ստանում, որից 1 տարի հետո, կես տարի հետո այս մի քիչ տեղումներ ա լինում, այս ճանապարհների հերանիցվում է։ Դե բա, մարդիկ տուն չէ պետք է պահեն։ Պետական ճանապարհը ում է ուզում, կընտրեմ նայեք։ Ջրվեժի գերեզմանոցն է։ Սա մեր ճանապարհը։ Ազգովի կարող ենք դիմում գրել, որ ԽՊ-ն մեր մեքենաների աշխատանքի ես սարքելու գումարները հատուց